բոլորիս համար կարծը, որ առաջինացին դատանի կողմից կայացվել էր որոշում քրեական նկատմամբ դատարեցնելու եւ քրեական գործով արժեքի մասին սահմանադրական դատանի կողմից քրեական օրենսգրքի 301 հոդվածը հասարակության ակնհայտով եւ համարվել ճանաչելուց հետո այդ որոշումը թե պաշտպանների, թե ուժեղի իրավարժողների, թե հանրահավաքի կողմից դուրս ապա վճռաբեկ դատարան եւ ինչպես գործով այնպես էլ նախորդ 1998 թվականի ընդունված քրեական օրենսգրքի համապատասխանաբար 427 եւ 283 հոդվածների համաձայն առաջինացիայի դատարանի եզրափակիչ դատական ակտի իսկ նախին ձևակերպմամբ գործնասիրության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ են մտնում վերաքննիչ դատարան վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո եթե բողոքարկված չեն եղել այսինքն այդ որոշումը, որը ներկայապահին վիճարկվում է, երբևէ օրինական ուժի մեջ մտած չի եղել եւ ղեկավարը վճռաբեկ դատարանի կողմից բազմաթիվ հիմնավորվել է։ Ինչ վերաբերում է եւ չի կարող այդ որոշումը, որը ղեկավարել է, որի որևէ մասին իրավական ուժ չի տրվել, որևէ մասով չի տրվել օրինական ուժի մեջ, կամ չի մեկնաբանվել վերադասացանի կողմից այդ տրամաբանությամբ, չի կարող համարվել օրինական ուժի մեջ մտած որոշում։ Անդրադառնալով պարոն Օրբելյանի այն փաստարկին, որ առաջինացիայի դատարանը ինչ ինքով է դատարեցրել քրեական նկատմամբ, փոքրիկ սխալ տեղի ունեցավ, իրականում առաջինացիայի դատարանը դատարեցրել էր հանցադեպի բացակայության ինքով, հետագայում վճռաբեկ դատարանը հանրամարքին անդրադարձավ, բայց անդրադարձավ ոչ թե այն տրամաբանությամբ, որ այ ճիշտ կաներ որ դատարեցնել հանցակազմի բացակայության ինքով, ոչ թե հանցադեպի այլ այն տրամաբանությամբ, որ հանցադեպի բացակայության պատճառաբանությունը անհիմն էր այնքանով, որ հանցագործության դեպքը կար։ Իհարկե, հոդվածը 301 հոդվածը սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելուց հետո այդ հանցակազմը իրավական համակարգում վերացել է, բայց հանցագործության դեպքը շարունակում էր առկա լինել, որովհետեւ այն արարքը, որը մեղսագրված է, պարունակում էր քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածում նախատեսված հանցակազմի հատկանիշներ։ Ինչ վերաբերում է հիմնական եւ մասնավոր հատուկ եւ մասնավոր նորմերի մրցակցության։ Պարոն Օրբելյանը պնդում է, որ 309 եւ 301 հոդվածների մեջ չեն կարող համարվել որպես ընդհանուր եւ հատուկ նորմերի նորմեր։ Հիմնական փաստարկը բերում է նրանով, որ դրանք ընդգրկված են քրեական օրենսգրքի տարբեր բաժիններում գլուխներում։ Նաեւ մնացածին անդրադարձա, բայց հիմնական առաջին եւ հիմնական փաստարկը ես դա լսեցի։ Քրեական օրենսգրքում բազմաթիվ են հոդվածներ, որոնք ընդգրկված են տարբեր գլուխներում, տարբեր բաժիններում եւ ուղղված են տարբեր հասարակական հարաբերությունների պաշտպանությանը, սակայն կարող են հարաբերվել որպես ընդհանուր եւ հատուկ նորմեր։ Օրինակ, հոգեկան ներգործությունը, որը նախորդ քրեական օրենսգրքով նախատեսված է որպես սպառնալիք է, կյանքի առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք եւ օրինակ որը քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածը նախորդ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մասին է, որը եւս սպառնալիք է սպառնալիքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում։ Պարզապես տարբերությունը կայանում է այն նրանում, որ 452 հոդվածի պարագայում արարքի հանցակազմի հատկանիշներն ավելի մանրամասն են նկարագրված, ամենապես նկարագրված է մանրամասը թե սուբյեկտները հանցանքի, թե օբյեկտը հանցանքի, թե հանցանքի սուբյեկտիվ կողմն է պատրական հանցանք կատարելու, ինչպես նաև եղանակը հանցանքի կատարումը։ Եվ դրանք ընդգրկված են մեկը մարդու դեմ ուղղված հանցագործությունների գլխում են ընդգրկված, մեկը պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գլխում են ընդգրկված։ Կամ աշխատանքի պաշտպանության ուղղված հասարակական հարաբերությունների դեմ ուղղված 355-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, որը ընդգրկված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բաժանում։ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում ունենք անգամ, որ որոշակի իրավիճակներում այդ արարքի հետևանքով վճռած պատճառելու պարագայում արարքը կարող է որակվել որպես մարդու դեմ ուղղված հանցագործություն։ Հենց որ այս փաստարկը կարծում եմ, որ անհիմն է, ուստի այստեղ հատուկ եւ նորմերի մրցակցության հետ կապված խնդիր չկա։ Ասեմ ավելին, այս փուլի համար քննարկման առարկայի չի կարող դառնալ ընդհանուր եւ հատուկ նորմերի մրցակցության հարցը, արդյոք ճիշտ է նախադրանքը որակվել, եթե չառաջնորդվենք քննարկության կանխավարկածով եւ չգնանք այնտեղ տեսական եւ չիրագործելի, անիրագործելի մոտեցման, որ արարքը կարող է օրինակ մեղադրողը որակել որպես գողություն, ինչը չէ կարող լինել։ Նման պարագայում, այս որակման պարագայում երկու դեպքում էլ որոշակի եւ բազմաթիվ ակներով շատ նոր հանցակազմեր են եւ բավականին փաստարկված եղանակով հնարավոր է
ներկայացնել դրանց ընդհանուր եւ հատուկ նորմեր լինելը միմյանց նկատմամբ, ուստի այս պարագայում սա ոչ թե պետք է քննարկվի այս փուլում, այլ ապացույցների հետազոտման արդյունքում մեղադրական վերդիկտ կայացնելիս այդ հարցին պետք է պատասխանի դատարանը։ Կամ օրինակ չգիտեմ, արագ վերահսկողի հարցը դատավարության մասնակիցների հետ քննարկելիս, եթե նման հարց առաջանա դատարանում։ Ինչ վերաբերում է մի փոքր պարբերություն կայացուցչություն գործող որոշ հայտնի սահմանադրական դատարանի որոշումից, որտեղ նշված է բառացիոն հետևյալը, ընդ որում սահմանադրական դատարանը ընդգծել է այս պարբերությունը բավականին փոս տարագրով կատարած։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենս գրքի վիճակող դրույթի իրավական պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն մեղադրողի կողմից առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության մեղադրանքի իրավական կողմի արարքի իրավական գնահատականի փոփոխությունը բացառում է այդ դեպքում, երբ սահմանադրական դատարանի կողմից ամբաստանյանի ներսագրվող արարքը որակող հատուկ հանցակազմ նախատեսող իրավական նորմը սահմանադրության հակասող եւ անավարել հանգեցնում է տուժողի իրավունքների պաշտպանության, երաշխավորվածության խաթարման, իրավունքի գերակայության սկզբունքի խախտման ու իրավական անվտանգության լուրջ սպառնալիքների։ Խնդիրը այս հանգամանքի շուրջ, ինչի մասին իրավացիոնում նաև բարձրաձայնեց դատարանը, պետք է անդրադառնալ նաև այն հանգամանքի, որ բոլոր այս փաստարկները նախորդ հարցերի քննարկման ժամանակ արդեն իսկ քննարկվել են, դրանց վերաբերյալ թե մեղադրանքի կողմերի դիրքորոշումը արտահայտել, դրանց վերաբերյալ արտահայտել նաև նախագահու դատավորը այս ամեն հարցի լուծումը տալիս, իսկ փաստարկների մի մասը, ասեմ ավելին, քննարկվել են նաև նախորդ փուլերում, թե վերաքննության կարգով, թե վճռապետ բողոքների շրջանակներում այդ փաստարկները եղել են եւ վճռապետ դատարանի կողմից անգամ չեն ընդունվել։ Եվ ես ներողություն այլաբանությանս համար պետք է իրավիճակը կոչեմ ոչ այլ ինչ, քան իրավական ոգեկոչություն, այսինքն վկայակոչվում է եւ բերվում են մերյալ փաստարկներ, որոնք արդեն վաղուց սպանված են իրավական պրակտիկայի շրջանակներում դատական ատյանների կողմից։ Եվ գտնում եմ, որ այս հիմնավորումներով քրեական հետապնդումը դատարանցնելու միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման։ Խնդրելով ժամանակը ավելի մանրամասն չեմ ցանկանում բոլոր կետերին անդրադառնալ, որովհետեւ դրանք բոլորը փոխկապակցված կետեր են եւ յուրաքանչյուր փաստարկը բերելիս, յուրաքանչյուր արգումենտը ներկայացնելիս պարոն Օրբյանը կրկին վերադառնում է չվերացված որոշմանը, որը ընդհանուր առմամբ մեկ փաստարկ է։ Ուստի գտնում եմ, որ առավել մանրամասն հարկ չկա դրանց անդրադառնալ, եթե դատարանը հարցրի